պաշտոնավարի, որովհետև կարծես թե Այո, ու կառավարելու է։ Այսինքն Նորայր Հակոբյանը պիտի շարունակի կառավարումը։ Մեր ժողովուրդ ջան, այս պահին Տեղակալը դուք եք, մյուսը Նորայր Հակոբյանը։ Քաղաքապետարանը, համայնքապետարանը իր բնականon հունով աշխատելու է։ Դուք վստահ եք, որ ձեր ավականու անդամների հետ ինչպես որ տխուր նախադեպերն են եղել, չեն աշխատի առանձին ճնշումներով, հոգեբանական ճնշումներով, գուցե Չեն կարող։ Մեր ավականիները լուրջ մարդիկ են։ Պատահական մարդիկ չկան մեր ավականու ցուցակում։ Իրանք իրենց գործը պատվով անելու են։ Հաստատ հավատացնում եմ ձեզ։ Իսկ քանի մանդատ է ավել Դավիթ Համբարձումյանի դաշինքի անդամների մանդատը ԿՊ-ի անդամների քանակից։ 1 մանդատով։ Այսինքն վտանգավոր իրավիճակ է։ Ոչ մի վտանգավոր իրավիճակ չկա, մեր ավականները իրանց տեղում են, իրանց գործը անելու են։ Մեր համայնքի ժողովուրդն էլ իրանց տեղում է, իրանց գործը անելու է։ Այսինքն թույլ չեք տա, որ քաղաքացիական պայմանագիրը իշխանությունը ընտրված իշխանությունից վերցնի։ Ժողովուրդ ջան, ասում եմ, մեր ավականիները իրանց գործը անելու են։ Բոլորի վրա վստահ ենք, 100% մեր պես մտածող, մեր աշխարհայացք ունեցող մարդիկ են, ու իրանք իրանց խոսքը կասեն կտեսնեք։ Այստեղ ովքեր են։ Այստեղ Մասիս համայնքից, տարբեր համայնքներից Հայաստանի Հանրապետությունում ովքեր որ այս իշխանությանը դեմ են եկել են այստեղ։ Դավիթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը երկրից փախնող մարդ չի։ Նա կարող հանգիստ ընդեղ իր համար վայելեր, ոնց որ որոշ մարդիկ են գնում երկրից դուրս իրաց վայելքներ են անում, կարող են ինչ-որ պատճառներ ունեն, իրաց չեմ քննադատի, իրանք իրաց պատճառներ ունեն, բայց Դավիթը իր անձը դրել է այս մեր հայ ազգի, հայ ժողովրդի ու այս երկրի պետականության համար։ Չի արել մի բան ու փախել է, հետո մի տարի հետո եկել է, որ իմանալով որ ամունից տալնելու։ Դավիթը գիտակցաբար է եկել այս պայքարին ու իր պայքարի ինգերները իր կողմն են ելնելու, միջև վերջ։ Դրանով մեկ այսքան կասկած չունենա։ Պարոն Հակոբյան, խոսեք մեզ հետ։